խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարև հարգելի հեռուստադիտող, այսօր մենք զրուցելու ենք անպտղության ամենատարածված պատճառներից, որոնք միգուցե շատերին միֆ տվան, մի մասին իրականություն եւ այդ ամենը իհարկե ես հասկանալու եմ եկել Fertility Center of Armenia-ի գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանի հետ։ Բարև բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր ծրագրի հյուրն եք։ Մենք էլ ենք շնորհակալ, որ մեզ հյուրընկալում եք։ Այո, եւ այն թեման, որ ձեզ հետ արծարծելու ենք, իսկապես շատ ցանկալի է շատերի համար լսել այդ մասին իրականությունը, քանի որ միֆերը երևի թե ավելի տարածված են, ըստ այդմ մասնագետից լսելը միշտ ավելի ճիշտ ուղղորդում է տալիս մարդկանց։ Եվ այսպես խոսենք անպտղության ամենատարածված պատճառներից։ Նախ սկսենք կանանց շրջանում, որպես ամենօրյա այս գործունեություն ծավալող գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ ինչ եք նկատել, որոնք են ամենաանհանգստացնող եւ շատ պատճառները։ Ամենատարածվածներից իհարկե դա ձվարանների դիսֆունկցիաներն են, ամենատարածվածը ձվարանների պոլիկիստոզը, որը բերում է ինսուլինարեզիստենտականության, բերում է ինչպես նաեւ հիպերանդրոգենեմիայի, որն իր հերթին բերում է անավուլատոր ցկլների եւ բերում է անպատղության, որը հեշտությամբ կարելի ասել շտկվում է։ Եվ ինչու՞ չէ ձվարանային ֆունկցիան իջնում է տարիքի հետ պետք է հաշվի առնենք եւ իջնում է մեր pašարը, իջնում է ձվարանների որակը, որի պատճառով նմանապես մենք կարող ենք չստանալ հղիություն։ Երկրորդ պատճառը, որից կանանց անպատղությունը կարող է լինել նաեւ արգանդափողերի պատճառով, արգանդափողերի պատճառը 20-25% է ամբողջ սպեկտրի մեջ զբաղեցնում, սա փոքր տոկոս չի։ Կարող է լինել քրոնիկական որոշակի հիվանդությունների ժամանակ, ասենք արգանդափողերի փակում, որովայնում որևէ միջամտություններից հետո կարող են փակվել եւ որոշակի սեռավառակների եւ ուղղակի վառակների ժամանակ։ Իսկ ինքնըստինքյան առանց որևէ պատճառի կարող են փողերը իրենց փակվել։ Այո, կա 0.1% իդիոպաթիկ կարող է լինել փակված փողեր, անհայտ գենեզի կամ էնդոմետրիոզի տարածվածության պատճառով, որը որ հետագայում ապարզվում ինչ է փակվել, ասենք կանանց մոտ ուսումնասիրելուց հետո, այո։ Երրորդ տեղում արգանդի անոմալիաներն են, արգանդի պաթոլոգիաները, էնդոմետրիոզի պաթոլոգիաները, ինչի այդ շատ տարածված կարծիքը, որ էնդոմետրիոզի բոլոր տեսակները չեն առաջացնում անպտղություն, ստադիաներ կան, երրորդից սկսած նրանք կարող են արդեն առաջացնել անպտղություն։ Էնդոմետրիոզը, ինչպես նաև կանանց մոտ բոլոր մետաբոլիկ խնդիրները, ասենք շաքարային դիաբետ, հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ կարող են բերել նաև դրան կարող են հանգեցնել, ասենք սիստեմային բոլոր հիվանդությունները, ինչպես կանանց մոտ, այնպես էլ տղամարդկանց մոտ կարող են բերել անպտղության։ Օրինակ որը։ Օրինակ կարմիր գայլախտը, օրինակ աուտոիմուն բոլոր պրոցեսները կարող են բերել, պետք է շտկվի եւ ստացվի, ոչ թե անհնարին է ստանալ հղիություն, այլ ուղղակի պետք է կոռեկտ բուժում։ Իսկ կան պատճառներ, որոնք կնոջ մեղքով են առաջացել, ենթադրենք ակամայից թե կամ ենթադրենք նա սխալ հետևելու, սխալ անտեսելու, սխալ ինչ-որ կենսակերպի եւ դրանք հանգեցրել են անպտղության։ Կան այսպիսի պատճառներ։ Օրինակ կնոջ մոտ վաղ հասակում կամ մի քիչ ավելի տարիքով, բայց մեծ ժամկետում կատարված աբորտները կարող են բերել ասենք մեր օրգանիզմում արգանդում սպեական պրոցեսների, որոնք կարող են բերել անպտղության։ Ինչպես նաև եթե կա վարակ, ասենք իրանք բանտեղ չեն դնում, այդպես էլ է լինում։ Կամ չի տեսել դաշտան, դառել ասենք 18-20 տարեկան, ոչ մեկ չի հետաքրքրվում, ինչի՞ մարդը մինչև հիմա դաշտան չի տեսնում, հա, պետք է գոնե միացտուգվել ու համոզվել, որ գոնե օրգանները տեղում են, ոչ մի անատոմիական խնդիր չունենք եւ ստուգել մինիմալ հորմոնալ սպեկտրը, որպեսզի հասկանանք կնոջ մոտ ինչ պատճառով այդքան ուշ տարիքում այո չկա, ահա։ Այ նշեցիք պտղի վաղաժամ ընդհատման, այո, հղիության վաղաժամ ընդհատման մասին, աբորտների մասին նշեցիք, դրանք իսկապես կարող են անդառնալի լինել կնոջ համար եւ այդուհետ չբերությունը անխուսափելի դառնա։
Իհարկե կարող են, որովհետև դա process է, որը արվում է կույր։ Ասենք դու չես կարող չափը գնահատես, հա, կան, ասենք դրանից հետո լինում է բարդություն, էլի այլն ասում են, նորից են մաքրում, հա, գյուրետով կանխատեսել ինչպիսի ելք կունենա դժվար է։ Այո, բայց կարող են հանգեցնել։ Հա, կարող են հանգեցնել եւ կա այդպիսի ստատիստիկա մոտ մինչեւ 15%-ը կարող են հենց այդ պատճառները հանդիսանալ անպտղության պատճառ։ Այո, իսկ չբերությունը կնոջ տարիքում, ինչեւ որ տարիքը ենթադրենք ամերջ բուժվում է, չի ստացվում, տարբեր փորձեր է արվում, չի ստացվում, այն մինչեւ որ տարիքն է, որ դեռ հույս կա, կարելի է ամեն ինչ կարգավորել։ Կա այսպիսի ժամկետ։ Ահա, ուրեմն այսպես ասենք, կա այսօրվա արդի բժշկությունը ահագին հնարավորություններ ունի օգնել կնոջը։ Եթե մենք խոսում ենք սեփական ձվաբջիջի մասին, եկենք խոսենք մինչև 42 տարեկանը, մաքսիմում 45։ Իսկ եթե մենք խոսում ենք դոնորական ձվաբջիջի տրամադրմամբ, կարող ենք մինչև 56 տարեկան կիններ հղիացնել եւ ունենք այդպիսի դեպքեր։ Բայց էֆեկտիվությունը բարձր է գնահատում այս դեպքերում։ Իհարկե ավելի երիտասարդ ձվաբջիջը ինքը ավելի որակով կլինի։ Այ հետաքրքիր է, այդ տարիքում ենթադրենք ստացվել է հղիություն եւ ձեր օգնությամբ կամ պարզապես ստացվել է, բայց դա կնոջ առողջության վրա, օրգանիզմի վրա արդյոք ծանրաբեռնվածություն չէ, միջին տարիքից բարձր տարիքում կարող ենք ասել մեծահասակ ժամանակ ունենալ բալիկ եւ պտղի առումով նույնպես դա որքանով է ճիշտ գնահատվում ձեր կողմից։ Եթե սեփական ձվաբջիջով է հղիացել, մեր մոտ անդադ մտավախություն կա։ Սովորաբար արդեն մենք խորհուրդ ենք տալիս անել ոչ ինվազիվ տեստեր, եթե կա խնդիր, ամնիոցենտեզ, որպեսզի պարզենք, որ բալիկը նորմալ է։ Մի բան է դու 12-ում, 16-ում հասկանաս, նույն բանը 35-ում պարզվի, որ մենք ոչ առողջ բալիկ ենք ունենում ու դրանով հաստատ լավություն չենք անում, իհարկե։ Եվ ահագին մեծ ռեսուրսներ է տանում այդ օրգանիզմից, իհարկե մեծ նագրուսկ է ահավոր մեծ կնոջ համար։ Պետք է այդ կինը պատրաստ լինի նաև հետագայում էլ այդ երեխային մեծացնել, չէ՞ պետք է ամեն ինչը հաշվի պարտավորությունները կատարել։ Իսկ զուտ առողջական առումով արդյոք օրգանիզմը ծանրաբեռնվածության չի ենթարկվում։ Ենթարկվում է, ամբողջ օրգան համակարգերը աշխատում են ավելի մեծ ռեժիմով, եւ եթե դու դա 25-ում ավելի նորմալ ես ստանում, եւ մենք չունենք ավելացած այստեղից այնտեղից քրոնիկական որոշակի հիվանդություններ, հա, էլի լավ չեն տանում աղջիկները, հա, կարա ճնշում բարձրանա, կարա հազար ու մի բան կարող չէ լինի, իսկ սկզբանե 40-անց կինը պետքա պատրաստ լինի, որ ինքը նորմալ հղիություն, ասենք, կարա արդեն մեծ խնդիրներ լինի երակների հետ, խնդիր ունենք արդեն ողնաշարի հետ, հա, այս ամեն ինչը սրվում է հղիության ժամանակ։ Այո։ Ինչպիսին է պատկերը տղամարդկան շրջանում, արդյոք նրան շրջանում անպտղությունը նույնպես այսքան պատճառներ ունի։ Տղամարդկանց գործը այսպիսին է, մենք ստուգում ենք սերմը, սերմում կա խնդիրներ, նայած ինչպիսի խնդիր են, մենք խորանում ենք այդ աստիճան։ Ասենք, եթե ընդհանրապես չկա որևիցե շարժուն սպերմատոզոիդ, բարձր այդ մարդու մենք դետալապես խորապես ուսումնասիրում ենք, որտեղ բոլոր մարդիկ, ովքեր դիմում են մեր կենտրոն, ուզում են ունենալ իրենց բալիկը եւ անվում է ամեն ինչ, որպեսզի համոզվի, որ նման մարդը չի կարող ունենալ, նո դրանից հետո դրվում է դոնորականի հարցը։ Եթե ունենք, ասենք, թեթև աստիճանի աստենոզոոսպերմիաներ, ստվում է հորմոնալ սպեկտր արյունը եւ որոշակի կոռեկցիաներ է արվում, բայց տղամարդկանց անպատվությունը մոտ 40% կազմում է։ Եկեք sense չանջատենք, հա, տղամարդու կանանց, որտեղ համակցված խնդիրներ են ավելի շատ։ Եվ ուզում եմ նշել հատկապես չպարզաբանված։ Կան, ստուգում ես կինը խնդիր չունի, ամուսինը խնդիր չունի, բայց զույգը չի հղի։ Այդպես էլ է լինում։ Հետաքրքիր է, ինչպես է դա բացատրվում։ Մոտ մինչև 5% դեպքերում լինում է չպարզաբանված անպտղության պատճառով։ Դե եթե չպարզաբանված է, երևի թե դրա լուծումը ոչ էլ գտնել է լինում, այո։ Դա լուծումը սերմնավորումով ենք գտնում, ասենք, կարող ենք արդեն տարբեր բաներ ենք առաջարկում, էլի։ Բայց լինում է օգնել այդպիսի զույգին, այո։ Այո, դա այստեղ պատճառը կարևոր չի։ Զույգը ուզում է բացահայտի պատճառը չեն գտնում, կարելի ասել, փրփուրներից կախվելով չի։ Կարևորը լուծումը գտնելն է։ Այո։ Տիկին Մաղաքելյան, այ որն է հաջորդ ամենատարածված անպտղության պատճառը տղամարդկանց շրջանում։
Կա այդպիսիք, որ նրանք էլ տեղյակ չեն, այս խնդիրը կարող է օրինակ հանգեցնել անպտղության։ Տարածվածը եկեք նշենք սեռավառակները, որոնք ժամանակին եւ պատշաճ չեն բուժվում։ Նկատել եմ, որ տղաները իրար ասելով ինչ որ անտիբիոտիկներ են օգտագործում, որոնք որ process-ը քրոնիզացիայի է բերում, այլ չի բուժում մինչև վերջ։ Սա հորդոր թող լինի, որպեսզի առաջներում, ասենք, չամուսնացած աղջիկը չէր դիմում գինեկոլոգի։ Հա, մենք այդ ստերեոտիպը հաղթահարեցինք, հիմա եթե կա խնդիր, հենց մայրիկը բերում է 12 տարեկան, 14 տարեկան, հա, նայում են, բարձաբանում են ինչ խնդիր կա մանկական գինեկոլոգի բազիցա, չէ։ Խորտ կտայի տղաներն էլ, եթե իրանց մոտ ինչ-որ խնդիրներ նկատում են, անպայման դիմեն ժամանակին եւ վատ սովորությունների մեջ մտնում է թե ծխելը, թե խմելը եւ ծխելը ինչ են ծխում եւ օգտագործում են ուրիշ բաներ, թե չեն օգտագործում, որը որ մենք բացահայտում ենք, ասենք մի 6-րդ գալուց սկզբից բարձա իրանք մեզ չեն ասում, արդեն նստացնում ենք, ասում ենք ախր սենսա մարդիկ այդ փաստը փաստում են, որ հակա այդպիսի բան։ Այդ էլ այսօրվա 21-րդ դարի խնդիրներից, վատագույն խնդիրներից ես կասեի, որ սերունդ ինքը եթե գնաց, մենք հնարավոր է ապագայում նորմալ սերունդ չունենանք, էլի, եթե սենց դեմը չառնվի։ Այո, եթե անտեսվի այս խնդիրները։ Այո, փաստորեն սեռավարակները իսկապես չբուժելը կարող է հանգեցնել, ենթադրենք շատերը մտածում են դա կհանգեցնի ոչ առողջ պտղի, բայց որ տղամարդկային անպտղության երևի թե սա նորություն է ոչ մասնագետների համար, շատերի համար։ Տղամարդկան շրջանում արդյոք գենետիկ առումով կարող է լինել անպտղություն, ենթադրենք ինչ-ինչ խնդիրներ, որոնք գենետիկորեն նա կրում է։ Իհարկե, գենետիկորեն ինքը կարող է ունենալ, ասենք, սինդրոմներ։ Արտաքին տեսքից տղամարդ ունի տղամարդու տեսք, բայց կարող ենք հանձնենք կարիոտիպ, հա, գենոմը իրա, եւ պարզվի, որ ինքը ունի համ կնոջ, համ տղամարդու քրոմոսոմներ, տրիսամիաներ, այսպես ասած, որոնց ժամանակ սերմը 0 է ընդհանրապես չունենք։ Եվ այդ դեպքերում անպայման ստուգում ենք, եթե վատ սերմա կամ 0 է, արտադիր ստուգվում է գենետիկ նյութը, որպեսզի հասկանանք, տարբեր պատճառներով հասկանանք։ Գենետիկ խնդիրները պարզաբանելու համար իհարկե մեծ ծախսերի հետ ֆինանսավորվում է պետության կողմից կարիոտիպը, որով մենք հեշտ կարող ենք իմանալ գոնե քրոմոսոմների հավաքակազմը։ Մնացածը արդեն խորանում ենք։ Այո, դե մենք խոսեցինք այսօր բժշկուհի ամենատարածված պատճառների մասին, չմանրացանք իհարկե դրանց մեջ հատառհատ, բայց ընդհանուր ներկայացրեցինք պատկերը, թե ինչ պատճառներ կարող է ունենալ եւ տղամարդկանց եւ կանանց շրջանում անպտղությունը։ Կցանկանայի եզրափակենք մեր խոսքը իհարկե նրանով, թե դուք ինչ խորհուրդ կտաք մեր հեռուստադիտողներին, դե բնականաբար դա վերաբերվում է այն զույգերին, որոնք դեռևս վերարտադրողական տարիքում են կամ ցանկություն ունեն համալրելու իրենց ընտանիքը։ Սիրելի զույգ, ցանկանում եմ ձեր մոտ ամեն ինչ լինի լավ, ընթանա ձեր ուզածով, եթե չի ստացվում, համառորեն գնացեք դեպի ձեր նպատակը։ Առողջություն ձեզ։ Շնորհակալ եմ Տիկին Մաղաքելյան, այս դրական նոտայով էլ ավարտենք մեր զրույցը։ Հարգելի հեռուստադիտող, ես զրուցում եմ գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգ Անահիտ Մաղաքելյանի հետ, նրա մաղթանքը մեկն էր, որ դուք լինեք երջանիկ եւ ունենաք այն բաղձանքը, որը բալիկ է կոչվում եւ որը բոլոր զույգերի հաջորդ քայլն ու նպատակն է։ Իսկ խնդիրների դեպքում իհարկե բժշկուհին ձեր կողքին է եւ մենք այսօր անդրադարձանք բոլոր այդ խնդիրներին, շատ հակիրճ, շատ ամփոփ, սակայն դրանցից յուրաքանչյուրը առանձին հաղորդման թեմա է, որոնց մենք իհարկե հետագայում անդրադառնալու ենք։ Այսքան այսօր կհանդիպենք, առողջ եղեք։ Ֆիլմ ջրեք, ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի էջի բոլոր սիրահարներին, ես կրկին սպորտային համալիրում եմ եւ եկել եմ մարզվելու պրոֆեսիոնալ մարզիչների օգնությամբ։ Նրանք ինձ օգնում են հասկանալ, որ վարժությունը ես կատարում եմ սխալ եւ դա որ մկանային շերտին է, զանգվածին է վնասակար եւ ինչպես կատարել առհասարակ այդ վարժությունը ավելի գրագետ ձևով։ Իհարկե առանց պրոֆեսիոնալ մարզչի օգնության դա անհնար է, քանի որ մենք պարզապես կարող ենք օգուտի փոխարեն վնաս հասցնել մեր առողջությանը։
Դե ինչ եկել եմ մարզվելու այս սարքի մոտ։ Ողջույն Հրաչ։ Ինչ մկանային համակարգի համար է այս սարքավորումը։ Այս սարքավորումը նախատեսված է կրծքամկանի համար։ Կարող եմ ասել, որ կրծքամկանի համար ամենալավ վարժություններից մեկն է, որովհետև մնացած վարժասարքերով, մնացած, չգիտեմ, օրինակ bench press-ը այսօր բոլորի մոտ տպավորություն է ստեղծված, որ ամենալավ վարժություններից մեկն է, բայց այսօր ասենց ասեմ butterfly մարզասարքի օգնությամբ մենք կարողանում ենք ավելի լավ ներգրավենք մեր կրծքամկանը աշխատանքի մեջ։ Կարող եք փորձել, ես նայեմ։ Հետաքրքիր է սա եւ կանանց եւ տղամարդկանց դեպքում ցույցված է։ Ոչ մի հակացություն չկա վարժասարքերի, բոլորն էլ համ տղամարդկանց համար են, համ աղջիկների համար են։ Որ խնդրեմ կճշտեք, արդյոք ճիշտ է այն քաշը, որը դրված է իմ դեպքում։ Եկեք սկսենք, միշտ սկսում ենք ամենաթեթևից։ Ահա, դուք սկսեք, ես հեսա ուղեմ։ Հիմա առաջին հերթին մի փոքր նստատեղը բերում ենք առաջ, շատ քիչ նստատեղը։ Ահա, մեջքը կպցնում ենք լրիվ, կրծքավանդակը առաջ։ Այո։ Ահա, ձեռքերը մի քիչ բացում ենք, չէ, ներքև ենք իջեցնում, Ահա, ուսերը տանում ենք հետ, Այս հատվածը ինչի համար է։ Այս հատվածը ուրիշ վարժությունների համար է նախատեսված, սրա դեպքում էլ կարող ենք անել, ուղղակի հիմա չափսը այնպես է դրած, որ ավելի բարդ կլինի տենց անել, էլի։ Մոտեցնում ենք մինչև Մոտեցնում ենք, այստեղ։ բայց չենք կպցնում։ Հետո բացում ենք։ Այո։ Մինչև այստեղ։ Արտաշնչելով եւ Արտաշնչելը եւ որ արտաշնչելիս մոտեցնում։ Ահա, մոտեցնելուց արտաշնչում ենք։ Կրծքավանդակը առաջ ենք պահում, գլուխը վեր, արտաշնչում ենք, երբ որ մոտեցնում ենք։ Շատ լավ է։ Սա ծանր քաշերով կարելի է կանանց մարզվել, եթե նույնիսկ ուժը ներում է։ Այո, կարելի է։ Եթե չունեք ինչ-որ վնասվածք, ինչ-որ հակացություններ, ոչ մի բան չի տարբերվում մարզասարքը տղու համար է, թե աղջկա։ Հրաչ, իսկ սա կարող է վնասել ուսերի մկանները, եթե կատարվի սխալ ձևով օրինակ։ Այո, եթե սխալ եք կատարում, կարող գցեք ուսի հոդի վրա, որը որ պետք չի։ Տվյալ մարզասարքը կրծքամկանի համար է, միայն պետք է նենց անենք, որ կրծքամկանը իզոլացնենք։ Օրինակ, եթե արմունկները պահենք շատ վերև, այդ ժամանակ առաջային դելտա մկանը աշխատելու է, ինքը շատ հարմար գործողություն չի էլի դրա համար։ Ցույց կտաք այս մարզասարքից օգտվելու օպտիմալ տարբերակը։ Նայեք, ուրեմն նստում ենք, Որքան գրագետ դա կատարեցի։ նստում ենք, վերցնում ենք, կրծքավանդակը պահում ենք առաջ, ոտքերը մի քիչ հետ, բերում ենք։ Տեսեք, ձեռքս լրիվ բաց չէ։ Նստած դիրքը նույնպես կարևոր է, այո, այս դեպքում։ Այո, եթե շատ մեջքը առաջ բերենք, ճիշտ է, այդ ժամանակ էլի մենք աշխատացնում ենք որոշակի հատված մկաններում, բայց ավելի օպտիմալ տարբերակը սա է։ Դուք քանի կիլոգրամով եք սա սովորաբար մարզվում։ Տարբերակ։ Կոնկրետ այսօր 55 կիլոգրամով եմ արել։ Այս սարքի դեպքում դա բավականին ծանր է։ Բայց պետքա փորձես հիմնականում անես վարժությունը նենց, որ դու լրիվ զգաս, որ մկանդ աշխատում է։ Ես մի փոքրիկ կատարելիս զգացի արդեն, հետաքրքիր է։ Եվ միջինում Հրաչ, քանի ժամ եք խորհուրդ տալիս մեկ մարզվելու ընթացքում մարզվել։ Ժամից մինչև ժամուկես, կախված մարզման ծրագրից, կախված այդ օրը կարդիո կա թե չկա, մի ժամ մինչև ժամուկես ամենալավ ժամանակահատվածն է։ Եվ օրու մեջ տարբերակով թե ամեն օր եք Նայեք, լավ կլինի, որ օրվա մեջ, այսինքն 2 օր մարզվեք, 1 օր դադար տաք, որպեսզի մկանները վերականգնվեն, հանգստանան։ Ու տարբեր մկանախմբեր իրար հետևից հաջորդեն, որպեսզի մկանը ժամանակ ունենա վերականգնվելու, որովհետև մկանը մեծանում է վերականգնվելու ժամանակ։ Այո։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, ձեզ կթվա թե ծանրակարեր են իմ ձեռքին, բայց ոչ, դրանք ֆիտ ջրերն են, որոնք հենց նախատեսված են մարզումների ժամանակ խմելու համար։ Ֆիտ ջրերի այս տարբերակը շատ թեթև ալկալիացված տարբերակն է եւ այն օգնում է տոքսինները դուրս բերել օրգանիզմից, իսկ մարզվելու ընթացքում հրաշալի է, քանի որ նյութափոխանակությունն է արագացնում եւ ձեր օրվա արդյունքը ավելի նկատելի է լինում։ Հրաչ, դուք օգտագործում եք ջուր մարզվելիս։ Անպայման։ Ես գտնում եմ, որ դա իսկապես օգնում է նաև քաշի նվազեցման, այդպես է, թե ոչ։ Այո, եթե ջուրը դու չխմես, անհնար է ասենք մարզումները առանց ջրի։ Նախկինում մարզիչները արգելում էին, այո, ասում էին մարզվելիս ոչ մի կում ջուր։ Շատ սխալ դիրքորոշում է դա եղել, բայց քանի որ մենք առաջ ենք շարժվում, արդեն վերանայվել է։ Ավելի զարգանում է ամեն ինչ, դրա համար պետք է միշտ։ Այո։ Այնպես որ հարգելի հեռուստադիտող, ֆիտ ջրեր օգտագործեք նաև մարզվելիս։
Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics